Հիմա ես այսօր պարզ հասկանում եմ, որ մեր երիտասարդությանը տանում են դեպի նարկոտիկ, ամեն շենքի, ամեն պաձեստ իր դեղի վաճառքող ունի, ամեն գյուղի, ամեն փողոց իր դեղ ծախողը ունի։ Մեր երեխեքին փչացնում են, մեր երիտասարդությանը բթացնում են։ Բոլորին հանել են մեկը մեկի դիմաց։ Այո, մենք պետք է ունենանք ուժեղ երիտասարդություն, որ պարապեն։ Այսօր ես հատուկ ստեղծել եմ խումբ երիտասարդների եւ սպորտսմենների, որ պետք է պայքարենք թմրամոլության դեմ։ Այսօր դա չարիք է։ Այսօր ծնողը անհանգստանում է, բայց այսօր մենակ դա իմ բանը չի երիտասարդը։ Այսօր ծնողներն էլ, ուսուցիչներն էլ, պետությունն էլ պետք է դրա դեմ պայքարի։ Դա չարիք է, դա վերջացնում է ամեն ինչը, դա սրբություն ամեն ինչ վերացնում է։ Ես երկու աղջիկ ունեմ, տղա ունեմ, վախենում եմ։ Չես չգիտեմ, այդ երեխու վերջ ճիշտ կլի։ Թող դառնա զինվոր հետաքրվի, թող զոհվի, թող վիրավորվի, ես էլ հետը կգնամ։ Բայց իմանա սկզբունքի համար, ինչի համար։ Հիմա տղա չունեն դու։ Չէ։ Ուրեմն պարտադիր պետք է ունենաս, որ այդ գեները շարունակի ծուխը ծխի աղջիկներին էլ թևոթիկուն լինի։ Դաժե մեկի տեղ երկու հատ պետք է ունենաս, որ Այս տարի գնամ Սուրբ Հովհաննես, ձեր օրինակին հետևել։ քո ցավն էլ տանեմ, անպայման իրականություն կդառնա։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ, այսօր իրոք հայը իր ապրածով, իր պահվածքով, իր հադաթով, ավանդույթով տարբերվում է աշխարհի բոլոր ազգերից։ Դա պետք է պահենք, պահպանենք, դա մեր հպարտությունն է, դա մեր պատմությունն է, դա մեր կենսագրությունն է։ Գագիկ Ծառուկյանը նորամարգցիներին կոչ է անում միասնական լինել, որպեսզի կարողանան դժվարությունները պատվով հաղթահարել։ Այսօրվա անելիքները դժվար ու ծանր են, եղբայր, բայց ցանկացած խնդիր լուծում ունի։ Դրա համար այսօր ես հատուկ անձամբ ոչ թե կազմակերպել եմ 5000 հոգի հավաքեք ընդհանուր Արարատի մարզը մի հատ, արմավիրա, այլ ասեմ ես ուզում եմ իմ ժողովուրդը շփվեմ, լսեմ այդ մարդկանց, ու լսելով քոպես մարդիկ իրոք հայրենասեր, նվիրյալ, ընտանիքի հայր, հայրենասեր հադատով ավանդով, ավելի ոգևորում եմ, որ ամեն ինչ դեռ կորցրած չի, ամեն ինչ առջևում։ Ձեզնից մեկն էլ ես եմ։ Այո, ես այսօր ինչ-որ բան չունեմ անելու մի բանի հասնելու, բայց էս էլ բան չի, եղբայր ջան, պետք է ազգովի լավն է։